Ողջույն 24-ի եթերում հետաքից Նևես Նարեկ Գալստյան, այս պահին ես հյուրընկալել եմ Երևանի Պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի դեկան դոկտոր պրոֆեսոր թուրքագետ Ռուբեն Մելքոնյանին, դոկտոր ողջույն։ Շնորհակալ եմ շատ հրավերս ընդունելու համար։ Տեսեք, պարոն Մելքոնյան, Անտալիայում ընթացող դիվանագիտական ֆորումի շրջանակներում Արարատ Միրզոյանը նախ իր ելույթում, ապա այնուհետ հարցազրույցներից մեկում հայտարարեց մի բան, որը իհարկե մենք սովոր ենք կարմիր գծերի մեր համար ավանդական պատկերացումների այսպես խախտմանը, բայց այս մեկը նույնպես է դրանցից մեկն էր, ասաց, որ Հայաստանի եւ Թուրքիայի մոտեցումները միջազգային քաղաքականության շատ հարցերում բավական մոտիկ են, մասնավորապես մերձավոր արևելյան թրեքի շրջանակներում։ Ես անմիջապես ենթադրեցի, որ խոսքը վերաբերում է Սիրիային ամենայն հավանականությամբ։ Այսինքն ինչ է նշանակում Հայաստանը կիսում է կամ համակարծիք է Թուրքիայի կողմից մեծ հաշվով Սիրիայի դե ֆակտո օկուպացիայի հետ։ Գիտեք, բացի կարմիր գծերից, երևի գունային գամայի այլ այսպես տարեր պետք է ընտրենք, որովհետև կարմիր գիծ հասկացությունը այլևս այդքան ազդեցիկ չէ։ Բացի դրանից, այս իշխանության տարբեր ներկայացուցիչների ելույթներում ակնհայտ աչքի է զարնում այն հանգամանքը, որ իրենք կամ չգիտեն տարածաշրջանային զարգացումները, պատմությունը, հեռանկարները, կամ իրենց պատկերացումները լիովին այլ ծիրում են գտնվում, որովհետև խոսել Թուրքիայի մերձավոր արևելյան քաղաքականության մասին եւ Հայաստանի տեսակետների համընկնման մասին, դրանից առաջ պետք է գոնե պատկերացում ունենալ, թե ինչպիսին է Թուրքիայի տեսլականը մերձավոր արևելքի հետ կապված, գոնե 21-րդ դարում եւ հիմա ինչ process-ներ են տեղի ունենում։ Եվ այո, դուք շատ ճիշտ նկատեցիք, դա ոչ միայն Սիրիան է, որը փաստորեն հակաթուրքական պետությունից դարձավ պրոթուրքական պետություն, ընդամենը օկուպացված։ Այո։ Եվ դրա հետ կապված այստեղ կան որոշակի ենթատեքստեր, գիտենք, որ Սիրիան նաև հայկական տարբեր խնդիրների առումով կարևոր երկիր էր, եւ հիմա մոտեցող ապրիլի 24-ին, օրինակ, մենք կտեսնենք արդյոք դա այն Սիրիան է, որտեղ օրինակ հայոց ցեղասպանության հետ կապված միջոցառումները, ոգեշնչումը եւ այլ նույն կերպ մնալու է, թե ասենք նույնիսկ հուշարձանները նվիրված հայոց ցեղասպանությանը, դրանք կարող են օրինակ ապամոնտաժվել։ Եվ սա թուրքական մերձավոր արևելյան այդ քաղաքականության տարերից մեկն է, ոչ կարևորը, բայց տարերից մեկն է։ Եվ Հայաստանի շահերը համընկնել Թուրքիայի մերձավոր արևելյան շահերի հետ չեն կարող, հետեւաբար ես կարծում դա ուղղակի վերցված է, այսպես ասած, աշխարհակաղակական լեքսիկոն, Հանտինգտոնյան ոճ կամ չգիտեմ Բժեզինսկյան ձեռագիր, որը իրականության հետ բարձր անուններ չեն, այո, անուններ, որոնց տակ գոնե մասնագետը չի տեսնում ռացիոնալ տրամաբանական ինչ-որ շղթա։ Ես չգիտեմ ինչի հիման վրա է արտգործնախարարության այդ կարծիքը ձևավորվել, բայց մերձավոր արևելքում Թուրքիայի շահերը շատ առումներով հակասում են Հայաստանի շահերին, ել ավելի այլ առումներով հակասում են մեր բարեկամ Իրանի շահերին եւ տարածաշրջանային այլ խաղացողների շահերին, այնպես որ այս բարդ խաղի մեջ մտնել եւ Հայաստանի շահերը համապատասխանեցնել Թուրքիայի հետ, չեմ կարծում, որ դրա տակ կա, այսպես ասած, բացատրություն։ Ամելքոնյան, ի տարբերություն Ադրբեջանի նկատմամբ մեկ ու մեջ հնչող այսպես Հայաստանից չասեմ կոշտ, բայց այսպես որոշակի փոքրիկ խիզախ, հա, առանձին հայտարարություններից Թուրքիայի նկատմամբ Հայաստանի իշխանությունների հայտարարությունները կարելի է գնահատել մեղմ ասած ռևերանսներ, հա։ Եվ հիմա կա կարծիք, օրինակ այս Անտալիայի ֆորումին հերթական մասնակցությունը Ռուբինյան, Արարատ Միրզոյան, թուրք լրագրողների ֆինանսավորումը եւ Հայաստան բերելը, Թուրքիայի մասին Փաշինյանի հայտարարությունները, հանրահայտ է Էրդողանի գիրքը գրկված այսպես կրծքավանդակին դրված նկարելը, կարծիք է որոշակի առումով ձևավորում, որ Հայաստանի իշխանությունները այսպես հատուկ քաղաքականություն ընտրել պայմանական ասած ստանալու Թուրքիայի հովանավորությունը
կամ առնվազն չեզոքությունը հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Սա իրատեսական խնդիր է։ Գիտեք, ձեր այս հարցը ես երկու այսպես փորձեմ մասի բաժանել, նախորդ հարցի հետ օրգանական կապ ունի, ինչու, որովհետև ձեր նշած այսպես կոչված ռևերանսները, ենթադրում եմ, որ դա նույնպես ինչ որ հայկական դիվանագիտության մեծագույն այսպես ինչ որ կոմբինացիաների արդյունք է գծած, այդ ռևերանսները Եվ ավելի ճիշտ կլինի ասել ԿՊ-ական դիվանագիտության։ Դե ցավոք հայկական դիվանագիտությունը հիմա վերածվել է սպասարկող դիվանագիտության ԿՊ-ականների եւ պրոֆեսիոնալ դիվանագետները մոռացել են իրենց երթումը պրոֆեսիոնալ դիվանագիտության հանդեպ, ինչպես բժիշկը Հիպոկրատի երթումն է մոռանում, պես էլ երբեմն երևի դիվանագետները այդ երթումները մոռանում են եւ տեսեք այդ ռևերանսը ձեր նշած Թուրքիայում քաղաքական շրջանակներում դիվանագիտական կարող է առնվազն ժպիտ առաջացնել, որովհետև Թուրքիային այս տիպի քայլերով իբրև թե խաբել, նրա վերաբերմունքը փոխել, նրա կարծր դիրքորոշումը մեղմացնել եւ այս նպատակները ինչ որ ենթադրում են որ դրված են, դրանք մանկական այսպես երազանքներ են, որոնք չեն կարող թուրքական դիվանագիտության այսպես կերպարների մոտ որևիցե ազդեցություն տվել, այսինքն Հական Ֆիդանին այս ռևերանսներով ստիպել, որպեսզի նա շեղվի թուրքական քաղաքական գծից, որի շրջանակներում Հայաստանի շահերը ոտնահարվում են, ավելի բարձր են վերցնում։ Էրդողանի գիրքը այսպես ուրախությամբ ընդունելը դա փոխի Էրդողանի մոտեցումները Հայաստանում, դրանք ոչ միայն անիրականանալի են ապագայում, այլև անցյալի մենք փորձել ունենք։ Դուք լավ հիշում եք Լաչինի ուրեմն Միջանցքի այսպես շրջափակման եւ Արցախի շրջափակման ժամանակ էլի ռևերանսներ արվեցին, օգնություն ուղարկվեց Թուրքիա երկրաշարժի այլն, եւ այդ հումանիստական այսպես Մեզոյանի այցը տեղի ունեցավ։ Այո, այդ երբ որ թևածում էր հումանիզմը, այդ հումանիզմը չազդեց Արցախի հայերի վրա։ Թուրքերը մեկ օրով չբացեցին Լաչինի միջանցքը, որպեսզի Հայաստանից գնա գոնե առաջին անհրաժեշտության ինչ որ պարագաներ։ Այսինքն դա ապացուցված է, որ իրենց այս մոտեցումը տապալված է։ Ես գիտեմ, որ ես կամ ենթադրում եմ, որ մոտեցումը հետևյալն է, մենք հիմա այլընտրանք չունենք, պետք է ինչքան հնարավոր է խոնարհվենք Թուրքիայի եւ թուրքերի առջև։ Սա է մեր դիվանագիտությունը, խոնարհվելու դիվանագիտություն, որը կարող է արդյունքներ ունենալ, բայց արևելյան տրամաբանությանը ծանոթ, առավել եւս թուրքական տրամաբանությանը ծանոթ մարդը կարող է միանգամից եզրահանգման գալ, որ այդ խոնարհումները չի կարող Թուրքիայի մոտ որևիցե դրական ռեզոնանս ունենալ։ Ընդհակառակը գծնողին, խոնարհվողին, չպայքարողին, իր արժեքներից հրաժարվողին ավելի են արհամարում եւ մեր պատմությունը այդպիսի օրինակներով հարուստ է։ Միգուցե ներողություն եմ խնդրում ընդհատելու համար, Փաշինյանը մտածում է, որ այս խառը դարաշրջանում Ադրբեջանին զսպող միակ գործոնը կարող է Թուրքիան լինել, ուստի եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այսպես ճակերտներով կախված է հենց Թուրքիայից ու անհրաժեշտ է Թուրքիայի այդ հարցերը ուղիղ լուծել։ Այստեղ մոտեցումը գիտեք որն է, այն որ Թուրքիան կարող է Ադրբեջանի վրա ունենալ մեծ ազդեցություն, դա ակնհայտ է, բայց Փաշինյանի եւ իր թիմի քաղաքական մտածողության ողբերգությունն այն է, որ իրենք չեն պատկերացնում, որ Թուրքիան ու Ադրբեջանը այդ հարցերում առանձին չեն, դրանք միասնական են, սա թուրք-ադրբեջանական քաղաքականություն է։ Հայաստանի հանդեպ քաղաքականությունը, Արցախի օկուպացիան, Զանգեզուրի միջանցքը, բոլորը սրանք համատեղ պրոյեկտներ են եւ ուղղակի ծիծաղելի է, եթե չլիներ այսքան ողբերգական, մտածել, որ մենք կարող ենք Թուրքիայի հետ այնպիսի առանձին, այսպես ասած, բանակցային գիծ բացել, որը կազդի թուրք-ադրբեջանական հարաբերությունների վրա, դա բացառվում է եւ գիտեք Հայաստանի ինքնիշխանությունը, այս իշխանությունը ինչ ասում, որ մենք ինքնիշխան ենք, այսինքն մենք Ռուսաստանին ինչ որ դեմարշներ ենք անում, որովհետեւ ինքնիշխան ենք, բայց ռևերանսներ ենք անում Թուրքիային, որ մեր ինքնիշխանությունը պահենք, հասկանում եք, այսինքն դա աղերսում ենք Թուրքիայից ինչ որ բաներ, որպեսզի պահենք մեր ինքնիշխանությունը եւ դա ներկայացվում է պրագմատիզմի, դիվանագիտության ծիրում։ Եվ մի դրվագել, ես ուզում եմ ձեր նախորդ հարցի հետ կապված, դուք ասում եք
խիզախ հայտարարություններ Ադրբեջանի հետ կապված։ Գիտեք, այդ բառը ես ասացի, եթե կարելի է գնահատել դա այսպես մի փոքր խիզախ, մի քիչ այդպես ոչ երկչոտ, այսպես ասեմ, հա։ Հայտնի այսպես մանրապատումից օրինակ հիշեցի, չեմ ուզում մեջ բերել, բայց այդ խիզախության հետ կապված, որ օղակից կարողանում է դուրս գալ, դուք ավելի լավ կհիշեք, գիտեք, մեր պաշտոնական հայտարարությունների հռետորաբանությունը, օրինակ անընդհատ այս վերջին օրերին այդ բանը ես հիշում եմ, երբ որ սահմանին հրաձգություն էր, կրակոցներ էր եւ այլն, պաշտոնական լրահոսը կամ հայտարարությունները միշտ այսպիսի ձևակերպում ունեին, որ հակառակորդի ուրեմն կրակը լռեցվեց, Հայաստանի պատասխան քայլերի շնորհիվ լռեցվեց, այսինքն խախտում եղավ, լռեցվեց։ Հիմա ինչ է, ասում են դե լավ, դե ադրբեջանցիները կրակում են, բայց դե հո մեզ վնաս չեն տալի, պատին են կրակել, տանիք են ծակել, հո մարդու չեն խփել։ Այսօր Փաշինյանը հայտարարեց, որ ինքու հանձնարարական զինված ուժերին որևիցե պարագայում չպատասխան հրադադարի ռեժիմի խախտման։ Այ այդ գիտեք ինչին է նման, դե բնականաբար, այսինքն դու այնպիսի վիճակում ես հասել, դու քո քաղաքականության հետանքը, որ քո ինքնիշխանությունը կապում ես, աղերսում ես Թուրքիայից եւ կրակոցների դեպքում դու ասում ես եկեք հետաքննենք, ոչ թե պատասխանենք կամ ինչ որ այլ քայլեր անենք զսպող, եկեք հետաքննենք, կոչը մանում հետաքննել, որ Ադրբեջանը սպասպես ցանկացած առիթի լայնածավալ պատերազմ սկսելու, մեր իրավիճակն էլ այնպես ինչի դիրքային եւ մնացած առումները, որ եթե հանկարծ Աստված մի արած սկսվի, կարող է Սյունիքը օկուպացվի։ Այո, ես այստեղ ավելի լավ չէ քյալագոզությունը չանել։ Ես չեմ կարող չհամաձայնվել, այո, այս իմաստով ճիշտ է, բայց ով է բերել դրան հասցրել եւ ով է շարունակում մնալ այդ ամեն ինչի կենթանի, այսպես սնուցող աղբյուրը։ Այս իշխանությունը կոնկրետ իշխանության ղեկավարը, այնպես որ մեղադրել իրավիճակին ու չմեղադրել ինքդ քեզ, որ դու ես հանգեցրել այս ամեն ինչին, դա իհարկե անկեղծ չէ։ Վերջին անգամ փայլուն բաներ ասել էր ոչ թե ես էի ոչ թե պատերազմների իմ օրոք, այլ ես էի պատերազմի օրոք, այսինքն պատերազմը այսպես թե այնպես լինելու էր, ուղղակի ես հայտնվեցի ոչ ճիշտ պահին եւ ոչ ճիշտ տեղում։ Բայց պատերազմից հետո դու կարող էիր ուղղակի հեռանալ այդ ոչ ճիշտ տեղում հայտնված լինելուց եւ երկրին որևիցե շանս տալ։ Եվ գիտեք, առաքինի եւ նաիվ ցանկություններ։ Իհարկե, բայց այդ որ ասում են, եթե կրակում են, եկեք հետաքննենք, շատ նման է հայոց ցեղասպանության ժամանակ, երբ որ մտնում գյուղեր էին ոչնչացնում, կոտորում, ասում էին առաջարկում ենք եվրոպական դեսպաններին հետաքննել այս դեպքերը։ Լավ, պարոն Մելքոյան, այնուամենայնիվ վերադառնալով հայ-թուրքական տրեյքին, ես մի բան եմ ուզում հասկանալ, եթե Թուրքիան իսկապես որևիցե ցանկություն չունի սահմանը բացել, քանի դեռ Ադրբեջանի հետ իր ընդհանուր ծրագրերը իրականացված չեն, իսկ որքան որ ես եմ հասկանում, այդ ընդհանուր ծրագրերը մի քայլանի կոմբինացիաներ չեն, դրանք հեռահար նպատակներ ունեն։ Այդ պարագայում ինչի համար է այդ իմիտացիան, օրինակ, ասենք մասնագիտական խմբերի հանդիպել, պայմանական, ասենք, Մարգարայի անցակետի մոտ, քննարկել Գյումրի-Կարս երկաթգծի հնարավոր վերականգնումը, անի պատմական կամուրջի երկուստեքն, այսինքն ինչ որ բաներ են անում, որոնք որ կարծես թե գործընթացի շարունակություն են ցույց տալիս։ Բայց գիտեք, ես ձեզ հետ համաձայնվեմ մասնակի, դա միակողմանի իմիտացիա է։ Դա թուրքական կողմը ես չեմ տեսնում, որ նախաձեռնություն է ցույց տալիս։ Հայաստանը խնդրում է, հիմա ձեր մեջ բերած այդ մեդիատուրը, թուրք լրագրողների այցը, Հայաստանը խնդրում է, վճարում է, տոմսերն առնում է լրագրողների, հյուրանոցները ապահովում են, նրանք ասում են լավ, դե գնանք Հայաստան, պտտվենք, մի հատ էլ հակահայկական ռեպորտաժների շարք անենք, հետ գանք։ Իսկ այն նախկինում, այսպես ասած, եթե դա իմիտացիա էր, իհարկե կար իմիտացիոն տարեր, դա գոնե երկու ստեկ էր, այսինքն թուրքերն էին նախաձեռնում ինչ-որ մեդիատուրեր հայ լրագրողների, չգիտեմ, բավական ակտիվ էին այդ տարիներին։ Այո, որովհետև նրանք դրա կարիքն ունեին։ Հիմա ցավն այն է, որ նրանք դրա կարիքը չունեն, հետևաբար այս ամբողջը կարծես այսպես է, Հայաստանը խնդրում է, Թուրքիան էլ 10 խնդրանքից մեկը ընդառաջում է եւ ինչ որ այդպիսի մի իմիտացիոն քայլի մասնակցում է կամ գոնե ինչ որ sense ներկայություն է ապահովում։ Իսկ Թուրքիայի պայմանները, պահանջները Հայաստանի նկատմամբ, դրանք դուք ճիշտ եք, իհարկե շղթա են, բայց այդ շղթայում կան անլուծելի հարցեր, այսինքն այնպիսի պահանջներ, որոնք Հայաստանից էլ են անդին
եւ կան պահանջներ, որոնք Հայաստանի գոյության հետ են անհամատեղելի, բայց կան պահանջներ, որոնք անհաղթահարելի պահանջներ են եւ այդ պահանջների մեջ օրինակ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը դուք տեսնում եք, որ նույնիսկ Հայաստանից դուրս է խնդիրը։ Այսինքն Իրանը ավելի հաճախ է հայտարարություններ անում այդ մասին, քան Հայաստանը։ Հայաստանի հայտարարություններն այսպես արդեն դարձած շաբլոն, որ մենք դեմ ենք միջանցքային տրամադրության եւ այլ։ Այսինքն հիմա ինչի համար պետք է Թուրքիան սահման բացի, եթե այսպես հատուկ ռեժիմով շարունակում է հյուծել Հայաստանին, շարունակում է Հայաստանի վերջին ռեսուրսները մաշել կամ թույլ տալ, որ Հայաստանը ինքը իրեն մաշի այդ ռեսուրսները։ Խոսքը դիվանագիտական ռեսուրսների, իմիջային ռեսուրսների։ Տեսեք, մեր դիվանագիտությունը այնտեղ է հասել, որ ես ուզում եմ մեջբերել, որ Հայաստանի նախագահը, երրորդ նախագահը կարող էր ՄԱԿ-ի ամբիոնից ասել, չեք ստորագրում գրողի ծոցին ստորագրեք, մինչև որ հասել ենք այնտեղ, որ ասում են, կարծես մանկական, եկեք ԵԱԿ Մինսկի խմբի լուծարելու փաստաթուղթն ու սահմանումները 5 րոպե այսպես բանով ստորագրենք։ Լավելի ձեձը։ Սա մանկական դիվանագիտություն միգուցե կարող ենք անել։ Այսինքն որտեղից ուր ենք հասել։ Լավելի ձեձը։ Դիմաց ապրիլ 24 մենք խոսում ենք ցեղասպանության 110-րդ տարելիցի մասին։ Ընդհանրապես կլոր տարիները բավական երևի պատեհ չէ շուկ բառը օգտագործել, բայց բավական նշանակալի են լինում, հա, այսինքն միջազգային պատվիրակությունները միշտ գալիս մյուսը եւ այլն։ Հիմա ես այսինքն ուզում եմ միասին վերլուծենք, էլի, հաշվի առնելով վերջին 1-2 տարվա ընթացքում Փաշինյանի հայտարարությունը ցեղասպանության, դրա պատճառների, դրա սկզբնավորման մասին, որպես այդպիսի մեր դերակատարության, մեր մեղքի բաժնի մասին, մեր պետության եւ այլն։ Ինչ սպասենք այս ապրիլ 24-ին։ Գիտեք, Հայաստանի կողմից, այս իշխանությունների կողմից կարելի է սպասել այդ ձեր ասած տրամաբանության շարունակություն, այսինքն եթե ուղերձ, ապա հերթական կարմիր գծի հանձում, եթե ուրեմն մեսիջ, ապա անհասկանալի մեսիջ եւ ամենավատը որ կարելի է ակնկալել Լեմկինի ինստիտուտի հերթական պատասխան հայտարարությունը ուղղված ոչ թե Թուրքիայի իշխանություններին, այլ Հայաստանի իշխանություններին։ Եթե չեմ սխալվում, Լեմկինի ինստիտուտը արդեն 2 հայտարարություն է արել, որը մեր պատմության մեջ իրոք աննախադեպ է, որ կոչ անի Հայաստանի իշխանություններին այսպիսի հայտարարություններ չանել։ Այսինքն սրանք իրոք այնպիսի երևույթներ են, որը էլի ցույց է տալիս մեր անկումը, այսինքն 100-ամյակին 2015-ին Ծիծեռնակաբերդում նախագահի կողքին Հայաստանի կանգնած է Ռուսաստանի նախագահ, Ֆրանսիայի նախագահ, Սլովակիայի, Կիպրոսի եւ այլն, 110-ամյակին ընդառաջ Լեմկինի ինստիտուտը Հայաստանի ղեկավարին ասում է, այսպիսի հայտարարությունները դրանք շղթողականության տարրեր են իրենց մեջ պարունակում։ Դու շղթում ես ինքդ քո ժողովրդի ողբերգությունը։ Հիմա այստեղ գիտեք ինչն է ինձ շատ հետաքրքիր, որքանով է անդառնալի այս գործընթացը, պարոն Մելքոնյան։ Ինչ առումով եմ ասում, ես ասեմ էլի, տեսեք, այդ օրինակը 1-2 անգամ բերել եմ, չգիտեմ, հիմա էլ ձեր թույլտվությամբ բերեմ, այսպես կոչված Խոջալույի այդ դեպքերի ժամանակ, երբ որ ադրբեջանցիները մեզ մեղադրում էին իրենց այդ մտածածին բաների մեջ, հա, երևույթների մեջ, հայկական դիվանագիտությունը մշտապես որպես ի պատասխան իթիվս այլ հանգամանքների եւ փաստերի հիշեցնում էր Այաս Մութալիբովի հայտնի մի հարցազրույց, որտեղ որ ասում էր, Մութալիբովը ասում էր, որ ազգային ճակատը կազմակերպեց դա, այսինքն LGB-ի կազմակերպությունը, ինչպես նաեւ Շուշիի անկումը, որպեսզի ինձ հեռացնեն իշխանությունից։ Եվ սա մի թերթում տրված մի հարցազրույց է, որը մենք 30 տարի մշտապես օգտագործել ենք։ Հիմա Հայաստանի իշխանությունները վերջին տարիների ընթացքում այնպիսի հայտարարություններ են արել, որոնք ես կարծում եմ այդ դեպքում ձեր կարծիքն եմ հարցնում, կարող է մի քանի 100 տարի եթե Հայաստան մնաց մի քանի 100 տարի մեջ անընդհատ օգտագործվեն։ Մենք այդ անդառնալիության կետը սեփական ձիրքերի պաշտպանության, միջազգային առումով, մեր ինքնության առումով, մեր մտածելակերպի մեջ եղած փոփոխության առումով անցել ենք թե ոչ։ Գիտեք, ես ձեր հարցի տրամաբանությունը հասկանում եմ, այստեղ այսպես ասեմ, անդառնալիության միգուցե բառը մի քիչ այլ ձև փորձենք կիրառել, այս իշխանության տարիներին իրոք այն ծավալի
հակահայաստանյան, հակահայկական, հակապետական քայլեր, հայտարարություններ, արտահայտություններ են արվել, որ ես չեմ կարծում, որ ժամանակը դրանք կարող է մոռացության տալ։ Եվ լինելով նաև պատմաբան, ես կարող եմ օրինակներ բերել, երբ հետագայում էլ դարեր հետո էլ ինչ որ մի ժամանակաշրջան հիշվում է որպես ամոթալի շրջան, որպես կորուսյալ շրջան, որպես խայտառակության շրջան եւ այլն, ասենք ինչ որ պետության օկուպացիան, դուք անդադ հիշում մենք բերում եք Ֆրանսիայի պատմության կոլաբորացիոնիստներին, հիմա քանի տարի է անցել ձեր մեջ բերած դեպքերից, հա, երկրորդ համաշխարհային պատերազմում Ֆրանսիայում տեղի ունեցածից։ Անցել է 80 տարի, բայց դուք լինելով Հայաստանի քաղաքացի անընդհատ հիշում եք։ Հիմա պատկերացրեք, որ այս իշխանությունը հայոց պատմության, թե իրենց ձևակերպմամբ Հայաստանի պատմության վրա այնպիսի մի խարան են գծել, որոնք տասնամյակներով, հարյուրամյակներով գոնե պատմաբանները, քաղաքագետները հիշելու են։ Ես չգիտեմ ռեալ քաղաքականության մեջ երբ հնարավոր կլինի մաքրել այս հետևանքները, այս հասցված վնասը երբ հնարավոր կլինի այսպես ապաքինել, բայց հուսով եմ, որ դա ժամանակները կգան, բայց գոնե խոսույթային առումով երբեք չի լինի մոռանալ Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը ուղղված Հայաստանի իշխանություններին։ Նմանատիպ այլ հանգամանքներ եւ արխիվներում ամեն ինչը մնալու է։ Խոջալույից հիշեցիք չմոռանանք Խոջալույի մասին սրտաճմլիկ հայտարարություններ անող Կարո Փայլյանը այս իշխանությունների ջերմ կողմնակիցն է, գործընկերն է, Կարնեգիից է, չէ՞ գալի, թե չեմ սխալվում։ Չգիտեմ որտեղից է գալիս եւ ուր է գնում, բայց ամենայն դեպս այդ ճանապարհը հայաստանյան շահերով չի անցնում հաստատ։ Պարոն Մելքոնյան, այս ամեն ինչի հետ միասին երբ որ այս իրավիճական կա, երբ որ Թուրքիայի այսինքն Հայաստանի իշխանությունների կողմից Թուրքիայի նկատմամբ անընդհատ այս ռևերանսներն են, մյուսներն եւ այլն, Թուրքիա, բուն Թուրքիայում իրավիճակը կարծես թե այդքան էլ հանգիստ չի։ Գիտեք, որ ընդդիմության առաջնորդն արդեն ինչքան ժամանակ է ձերբակալված է, ներսում գործընթացներ են, պրոցեսներ են եւ այլն։ Կարող է սա պատուհան հանդիսանալ Թուրքիայի ագրեսիվության մեղման կամ չգիտեմ, այսպես նաիվ հարցադրում անեն։ Նախ Թուրքիայում այո, այսպես խնդիրը երկու առումով, երեք առումով կարող դիտարկել որպես լարված։ Առաջինը չմոռանանք տնտեսական վիճակը, որ Թուրքիայում իրոք մոտենում է կատաստրոֆիկ չափերի։ Ես ներողություն եմ խնդրում, բայց Օսմանյան կայսրությունից Թուրքիան միշտ բանկրոտ է եղել, այսինքն իրենց համար դա սովորական երևույթ է։ Եւ հիմա ասել, որ սա աննախադեպ է, հիմա Թուրքիան կփլուզվի դեֆոլտ եւ այլն, այդքան էլ այդպես չի։ Եվ այս process-ները նաեւ միգուցե ունեն նպատակ այս ֆինանսական, տնտեսական խնդիրներից մի քիչ շեղելու, կենտրոնանալու ընդդիմություն իշխանություն պայքարի մեջ։ Երկրորդ քաղաքական այս լարվածությունը Էրդողանի տարերքն է, այսինքն Էրդողանը անընդհատ այսպիսի լարված իրավիճակներում իրեն բավական հմուտ է զգում եւ սա այնպես չէ, որ Էրդողանին սասանելու այնպես լուրջ քայլ է։ Եվ ես ուզում եմ Թուրքիայի Հանրապետության պատմությունից ձեզ մեջ բերեմ, որ երբեք Թուրքիայում իշխանությունը փողոցով չի փոխվել։ Հեղաշրջման փոխվել է, ընտրություններով փոխվել է, բայց փողոցային շարժումներով երբևէ իշխանությունը ոչ բռնի հեղափոխություն տեղի չի ունեցել։ 100 տարվա ընթացքում չի եղել։ Կարող է հանգեցնի արտահերտ ընտրություններ, բայց եւ երրորդը սա գաղափարախոսական պայքար է։ Ի վերջո սա Էրդողանիզմի ու քեմալիզմի կարելի ասել շարունակական պայքարն է։ Արդեն այդ գաղափարական ուղղությունը որպես Էրդողանիզմի միանշանակ։ Էրդողանիզմը դա նույնիսկ արդեն մասնագիտական տերմինոլոգիայի մեջ է մտել, դա իսլամի եւ Թուրքիայի ամբիցիաների, իսլամի ու ազգայնականության այսպես սինթեզն է։ Հետևաբար սա պայքար է, բնական է, որ կարող են ունենալ սուր դրվագներ։ Ես կարծիք ունեցել եմ առիթ հայտարարելու, որ ձեր նշած ընդդիմության լիդերը Ստամբուլի քաղաքապետը բավական լուրջ մրցակից է, բայց լուրջ մրցակից է նաև փողոցային ամբողջներ կառավարելու եւ այլն։ Լուրջ մրցակից է հետ Էրդողանական Թուրքիայի համար, որովհետեւ Էրդողանը նույնպես փողոցային այսպես այդ հմտություններին վարպետ է, այո, տիրապետող է, բայց նրանք, ովքեր հավակնում են լինել Էրդողանի ժառանգները, նրանք
ռետորիկայի, պոպուլիզմի եւ այլն առումով զիջում են Էքրեմ Իմամօղլուին, Ստամբուլի քաղաքապետին։ Եվ իմ կարծիքով Հական Ֆիդանը եւ մնացածները միանշանակ Հական Ֆիդանը այլ, այսպես ճամբարի լուրջ մարտիկ է։ Հետևաբար ես կարծում եմ, որ սա Էրդողանի նաեւ խնամակալ, այսպես պահվածքն է իր քաղաքական թիմի, իր գաղափարախոսության ապագան ապահովելու համար, այսինքն եթե այսպես գնա Ստամբուլի քաղաքապետը որպես ընդդիմության լիդեր ավելի է հզորանալու եւ հիմա այն ինչ որ տեղի է ունենում, ես այսպես եմ ձևակերպում, պետք է ճակատամարտ տրվեր ընդդիմության լիդերի դեմ, թե ճակատամարտը երբ կլիներ 28 թվականին թե հիմա, դա արդեն ստրատեգն է ընտրում, ինչպես ասում են այսօր շուտ է վաղը ուշ կլինի, հա, Լենինի գիշերը կխփեն։ Այո, հիմա Էրդողանը որոշել է հիմա հարվածել եւ սա թուրքական նորմալ, այսպես քաղաքական իրավիճակ։ Ինչ վերաբերում պատուհանին, պատուհանից Թուրքիայում Ներողություն, մինչև պատուհան, այսինքն դու կարծում ես սա չի բերի իշխանապողություն։ Ես այդպիսի կանխատեսումներ կտրուկ չեմ ուզում անել, բայց ես կարծում եմ, որ սա Թուրքիայի համար աննախադեպ իրավիճակ չէ։ Եւ մասնապես Էրդողանի համար։ Էրդողանի համար 13 թվականին, 2013 թվականին Թուրքիա դուրս էր եկել փողոցներում 2.5 միլիոն մարդ եւ Էրդողանը կարողացավ հաղթահարել։ 2016-ին հեղաշրջում էր բանակի մի մասը անում Էրդողանի դեմ եւ Էրդողանը օթից ինքնաթիռի մեջից FaceTime-ով ժողովրդին հանեց դուրս ու կանխեց եւ բազմաթիվ այլ նա այդ ինչպես ասում են կրիզիս մենեջեր, բայց նա սիրում է կարծես իր ադրենալինն է այդ լարված վիճակը, այո ես կարծում եմ որ Էրդողանը այս պայքարին հաշվարկված է գնում եւ վաբանկ գնալու նրա այսպես շանսերը եւ ոճը շատ ավելի շատ են եւ Պատուհանի հետ կապված, գիտեք, կարող է այսպես ֆինանսական օրինակ խնդիրները Թուրքիայում ինչ որ պատուհաններ ստեղծեն։ Ներքաղաքական վիճակը չեմ կարծում շատ լուրջ պատուհաններ պետք է ստեղծեն արտաքին խաղացողները, որովհետև արտաքին երկու կարևոր խաղացողները ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը ասել են մենք չենք խառնում Թուրքիայի ներքին գործերին։ Գերմանիան է ինչ որ հայտարարություններ արել ընդդիմության լիդերի ձերբակալման հետ կապված, որին շատ կոպիտ պատասխանել են թուրքերը։ Այսինքն նախորդ փուլերի ժամանակ կար ավելի ակտիվ արտաքին գոնե վիզուալ ներկայություն, հիմա դա գոնե չի նկատվում։ Հետևաբար այդ պատուհաններից կլինի դա ներքաղաքական տնտեսական կարող են օգտվել մեծ խաղացողները, գործոն հանդիսացող պետությունները։ Հայաստանը այդ պատուհանի նույնիսկ հերվից չի կարող նայել, եթե ձեր հարցի տրամաբանության մեջ այն էր որ Հայաստանն օգտվի այս պատուհանից եւ մեղմի թուրք-ադրբեջանական տանդեմի մեր դեմ քայլեր, ապա ես դա հավանական չեմ համարում, հաշվի առնելով Հայաստանի գործոն չլինելու հանգամանքը եւ հաշվի առնելով դիվանագիտական այն խումբը քաղաքական դիվանագետների, որոնք ներկայացնում են Հայաստանը եւ հաշվի առնելով այս իշխանության մոտեցումներն ու պատկերացումները տարածաշրջանի ու Թուրքիայի մասին։ Պարոն, վերջին հարցը, որը երևի թե մի քիչ ավելի զգայական է, քան Ստեփան, տեսեք, այս որ ասում են կարմիր գծեր, մեր պատկերացումները, մեր ինքնությունը, մեզ եւ այլն, անգամ ցեղասպանության մասին, հələ Արցախի մասինը, չեմ ասում հասկացանք, բայց ինչ որ փաթեթավորում ստացավ իրենց կողմից։ Բայց երբ որ արդեն ցեղասպանության պատճառներն են, ոչ թե փաստ, այլ պատճառներն են կասկածի տակ դնում, շատ հմտորեն այն չի ասում, ասում ենք ցեղասպանություն չենք ունենում, բայց եկեք խոսենք հասկանանք, թե ինչի դա տեղի ունեցավ, այսինքն մենք մեր բանը որն էր մեղավորության աստիճանը։ Այդ էլ վերջիվերջո մեր ինքնության ձևավորման կարևոր հատվածներից մեկն է, այդ բանը տեղի չունեցավ, այդ վրթովմունքը տեղի չունեցավ ու շարունակում է տեղի չունենալ, էլի, եւ ոչ միայն տեղի չունենում մասնագիտական հանրության որոշ հատվածի կողմից, չասեմ բոլորի, այդպես սովորական ժողովրդի կողմից տեղի չի ունենում։ Ուզում եմ ասել, միգուցե այս հարցը իսկապես մեզ համար այդքան առանձնապես կարևորել չեն։ Գիտեք, ժամանակները փոխվել են, հիմա մոտեցումները փոխվել են։ Դուք որ ասում եք տեղի չունեցավ վրթովմունք, ինչպես եք պատկերացնում, որ պետք է տեղի ունենա վրթովմունք։ Փողոցները լցվեն մարդկանցով, ցեղասպանության թանգարանի ինստիտուտ թանգարանի հայտարարություն։ Զրո հայտարարություն։ Ես չեմ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հայտարարություն։ Զրո հայտարարություն։ Երևանի պետական համալսարանի ընդհանրական հայտարարություն, Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի հայտարարություն, Արևելագիտության ինստիտուտի հայտարարություն, այդպես կշարունակեմ, էլի այդպես։ Բայց այդ հայտարարություններ եկեք խոստովանենք, որ նախկինում եղել են։
Չէ, եղել են, միգուցե դրանք արդյունք։ Չէ, բայց այնուամենայնիվ պատմության համար ֆիքսեն, որ մասնագիտական հանրությունը դեմ է։ Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդը պահանջել է Փաշինյանի հրաժարականը։ Ակադեմիայում կարծեմ նման մի բան։ Հետո ովքեր որ ստորագրել էին այդ հրաժարականը պահանջը, նրանք ժպտադեմ Փաշինյանի հետ հանդիպումներ էին ունենում ավելի ուշ, ինչ որ պարգևներ էին ստանում։ Իրական Հայաստանն էին քննարկում։ Պարոնայք սպաները գշը հայտարարությունից տեղ որ։ Եվ նման, այսինքն պետք է խնդիրը երևի ավելի գլոբալ նայել։ Իսկ այդ որ դուք ասում եք ցեղասպանության հարցը, կարծում եմ դեռ մնացել է մեր ինքնության համար կարևոր եւ կարող է ինչ որ մարդիկ ներքին ինչ որ ամպրոպներ ունենան, բայց եթե այդ մարդիկ մտածում են, որ այդ ապրումները բարձրաձայն են կարող են նպաստի հանկարծ նախկինների հետ գալուն, իրենք ուրեմն հրաժարվում են այդ ապրումները բարձրացնել։ Այսինքն մենք հասել ենք այդ մակարդակի, իսկ փաթեթավորումը Արցախը այդպես փաթեթավորեցին, բա Արարատ Սարի հանգամանքը ինչպես են փաթեթավորել։ Հիմա այս իշխանությունը, այսինքն ինչու պետք է ցեղասպանության հարցը այլ մեկնաբանություն չստանար, եթե մենք Արարատ Սարի այլ մեկնաբանությունը տեսանք, մենք եւ տեսնելու ենք շարունակական, հասկանում եք, այսինքն մենք տեսնում ենք, որ դպրոցներում ասում են Արարատ Սարը պետք չէ այդքան ուշադրության կենտրոնում։ Եվ դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները որոշներ անշուշտ ոչ բոլորը սիրով դա կարծես թե անում են։ Ես վերջերս լսեցի, որ ինչ որ մի միջոցառման նախապատրաստական փուլում ցեղասպանության մասին ելույթ կար, դա են ասել, որ պետք չի լինի, ինչ որ մի կառույցում, եւ այլն, այսինքն սա շարունակական է, եւ մարդիկ ենթագիտակցեն հասկանում են, չէ, որ ցեղասպանության, Արցախի, Արարատի եւ այլնի մասին խոսելը հաճելի չէ իշխանությանը։ Այսինքն կարող ենք այստեղից ենթադրել, որ իշխանությունը դեմ է Արցախին, ցեղասպանությանը, ցեղասպանության հարցի ճանաչմանը, Արարատին եւ այլն։ Այդքանից հետո այդ մարդիկ հասկանալով պաշտպանում են կամ համակերպվում են այս իշխանության հետ, կամ ձեր ասած գիտեք մասնագետներ կան, որոնք կուլիսներում խոսում են, ասում են դե նա ինչի պիտի պատասխանենք կիսագրագետ հայտարարություններին, թե ցեղասպանության մեջ ով է մեղավոր եւ այլն, իսկ այդ քննարկումը, որ եկեք հասկանանք մեր մեղքն ինչ է, գիտեք դա երկրի ղեկավարի հայտարարություն չի։ Դու կարող ես հավաքել քեզ մերձավոր պատմաբաններին եւ brainstorm արեք իրար հետ։ Բայց ոչ հանրային։ Պատկերացնում եք Էրդողանը երբևէ հայտարարի մենք եկեք հասկանանք 15 թվականին մենք ինչ մեղք ունենք, կամ Ալիևը հայտարարի մենք եկեք հասկանանք Բաքվի։ Ինչ որ մեկը պարոն Մելքոյան պետք է Փաշինյանն ասի, որ մեր մեղքը այն է, որ իսլամ չենք ընդունել, քրիստոնյա ենք եղել, ազգային փոքրամասնություն ենք եղել եւ ապրել ենք մեր հողերի վրա։ Այսինքն մեր պատմական հայրենիքի վրա ենք ապրել։ Մեկը իր մերձավոր շրջապատում չկա, ինչպես չկար ինչ որ մեկը Ստալինի մերձավոր շրջապատում, որ կարողանար նրան ասել սա այսպես չի, այնպես է։ Պարոն Մելքոյան, դուք արդեն երկրորդ անգամ պատմական լուրջ ֆիգուրների անունները շռայլորեն եք օգտագործում։ Չէ, ուղղակի համեմատություն, անալոգիաներ ուզում եմ տանել, դրա համար այդ ինչ որ մեկը չկա եւ չեմ կարծում, որ այդ ինչ որ մեկի ասածը ազդեցություն կունենա, քանի որ իրենք իրենց գծած սցենարով գնում։ Տեսեք այդ իրենց քննարկումները իրական Հայաստանի ովքեր են հավաքվում։ Իրենք իրենց ասում, իրենք իրենց ուրախանում են եւ իրենք իրենց էլ ասում էին մինչեւ պատերազմը 20 թվականի, իրենք իրենց համոզելով, որ ոչ մի բան չի լինելու, հիմա էլ իրենք իրենց համոզում են, որ Թուրքիայի հետ այս ոճով կկարողանան։ Իդեպ պարոն Մելքոյան, որպես վերջին հարց, որպես դասախոս, դեկան, դոկտոր, պրոֆեսոր, գիտնական, ինչպես եք վերաբերվում կրթվելը նորաձև է այս շարժմանը, որ հեղինակել է Փաշինյանն ու Յուրտիկինը։ Չեմ էլ ուզում մեկնաբանել, որովհետև այդ դեվիզը ասում են մի քաղաքական շրջանակի ղեկավարներ, որոնք ըստ էության իրենց գործունեությամբ քարոզել են հակառակը, որոնք իրենց շրջապատում հավաքել են մեծ թվով այդ կրթության հետ կապ չունեցող անձանց, դե յուրե նաև դիպլոմ չունեցող անձանց, խրախուսել են այդ մոտեցումները, այնպես որ եւ դա կրթվելը նորաձև, կրթվելը պարտադիր է, իսկ ձեր պարագայում պարտադիր էր, այնպես որ բացեք թողը եւ ձեր շրջապատի, ձեր շրջապատին նայեք, ձեր շրջապատին կրթեք տարբեր իմաստներով եւ էթիկետի, եւ գիտելիքի, եւ պահվածքի, եւ այլն, եւ հետո նոր մեծ ու փոքրի հարաբերությունների հազար հարց կա, ես հասկանում դուք ինչ եք ասում, պարոն Մելքոյան։ Շնորհակալ եմ շատ հրավերս ընդունելու հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրն էր Երևանի Պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան դոկտոր պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը։ Լավ եղեք։